Բարի երեկո։ Լինում են չէ օրեր, երբ դու քեզ համար ծայրահեղ անսպասելի կերպով ինչ որ բան ես բացահայտում, ընդ որում չափազանց հաճելի անսպասելի բան։ Եվ այդ բացահայտումը կտրուկ կերպով փոխում է պատկերացումներդ տարբեր երևույթների մասին։ Օրինակ, տեղական արտադրության երշկեղենի։ Այսօր բացահայտվեց, որ դրանում որքան էլ տարօրինակ հնչի անհավանական միս էլ կա։ Սովետ միության ցանկացած նորմալ քաղաքացի գիտեր, որ դոկտորսկայա կոչվող երշիկում մեծ քանակությամբ ստվարաթուղթ կար։ Բայց սուսուփուս գնում եւ գնում էինք, ուտում ու մարսում ամենակարևորը։ Ավելին, ստվարաթղթից պատրաստված դոկտորսկայա երշիկը լավ էլ համեղ էր։ Համեղ այնքան, որ երբ հիմա ինչ որ հրաշքով կարողանում ես այնպիսի երշիկ գնել, որից հին խորհրդային դոկտորսկայայի համն է գալիս, միանգամից մտածում ես, որ որակը տեղն է, լավ երշիկ է։ Բայց քանի որ խորհրդային երշիկի համը հայկական արտադրանքից շատ հազվադեպ է գալիս, մենք երշիկային կարոտաբաղձության մեջ ենք ընկնում։ Իսկ ամբողջ խնդիրը նրանում է, որ մերոնք, ի տարբերություն խորհրդային երշիկագործների, իրենց արտադրանքում նաև միս են օգտագործում։ Քիչ իհարկե, շատ դեպքերում շատ քիչ, հենց այնպես ձևի համար, շատ դեպքերում նաև վատ միս, վատ այնքան, որ ավելի լավ կլիներ ստվարաթուղթ լիներ դրա փոխարեն։ Բայց ուտում ենք, չէ՞, մենք, մեր երեխաները։ Ուտում ենք մեծ հաշվով առանց հասկանալու ինչ եւ ապավինելով արտադրողի խղճին։ Մինչդեռ մեր արտադրողներից շատերը, եթե հնարի լիներ, խիղճն էլ մսի հետ կխառնեին ու երշիկ կպատրաստեին, հավելյալ մի քանի կոպեկ հետ գցելու համար։ Համենայն դեպս այն զիբիլը, որը մերոնք երբեմն հաջողացնում են լցնել երշկեղենի մեջ, եւ դա անում են գիտակցված, այդ մասին է խոսում։ Իհարկե մառազմ կլիներ մտածել, որ 1 կիլոգրամը 1500 դրամով վաճառվող նրբերշիկը կարող է տեղական անորոտ մսից պատրաստված լինել, առանց հավելանյութերի։ Մսի 1 կիլոգրամը շատ ավելի թանկ է, չհաշված տարբեր այլ ծախսեր, հետևաբար, երբ դու համեմատաբար էժան ապրանք ես գնում ու ուրախանում, հավանականությունը գրեթե 100%-անոց է, որ զիբիլ ես գնում։ Ուղղակի այդ զիբիլն այնպես են քողարկել տարբեր հոտավետ նյութերով ու ներկա նյութերով, որ քիմքդ շոյվում է։ Ճիշտ է, աղեստամոքսային տրակտ հասնելուց հետո շոյվելու թեման միանգամից փակվում է, բայց դե համի ռեցեպտորները ոչ թե ստամոքսի վրա են, այլ լեզվի, այնպես որ կարևորը համը տեղը լինի։ Неправильно ты, дядя Федор, бутерброд ешь. Ты его колбасой кверху держишь, а надо колбасой на язык класть, так вкуснее получится. Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջում այնպես է անելու, որ մենք ստիպված մենակ խաշած բրինձ ուտենք, ինչ ուսումնասիրում են պրոբլեմայինը դուրս գալիս։ Ու հիմա չեմ հասկանում, պրոբլեմը հանձնաժողովի մեջ է, թե սնունդ արտադրողների։ Ուսումնասիրեցին կարագի շուկան, պարզվեց կարագի փոխարեն սպրեդ են վաճառում։ Կատնամթերքի շուկան պարզվեց սոյա են խառնում, փոշուց են պատրաստում։ Ձվի շուկան պարզվեց ուրիշ պետություններից ներկրում ու տեղական ֆաբրիկայի կնիք են դնում ու տեղականի տակ վաճառում։ Մսի շուկան պարզվեց տարիներ շարունակ մենք գոմեշ ենք ուտում եւ այլն։ Չի լինի դուք շուկաները չուսումնասիրեք, մենք էլ հանգիստ սնվենք։ Թե չէ հիմա ինչպես գնաս ու նույն ասենք տեղական երշիկը գնես։ Բայց իհարկե ուրախացնում է հանգամանքը, որ խիղճի կալբասի մեջ փաթեթավորած մեր տղերքին նաև տուգանել են, բոլորին միասին շուրջ 40,000 ամերիկյան դոլարով, թեթև BMW X5-ի գումար։ Եվ առավել քան համոզված եմ, որ հիմա այդ պատժից հետո ավելի քան 2 տասնյակ ընկերությունները, որոնք միասին վճարել են X5-ի գումարը, կտրուկ կերպով փոխելու են իրենց աշխատավոճն ու արտադրելու Ալպյան մարգագետիններում սնվող, բացառապես սարերի մաքուր օդը շնչող, գոմերում էլ Բեթհովենի 6-րդ ու 7-րդ սիմֆոնիաների ներքո հոգեպես հարստացած կովերի մսից պատրաստված ընտիր երշկեղեն, որի մեջ հավելանյութեր չեն լինելու, ներկանյութեր նույնպես։ Ասում են, այդ կարգի պատիժներն անչափ օգտակար են։ Օրինակ, տուգանեցին չէ դեղ ներկրողներին դեղերի գները արհեստական թանկացնելու համար, տուգանեցին։ Ու տեսակ ինչ եղավ դեղերի գների հետ։ 0, ոչինչ էլ չեղավ։ Դրանք վաճառվում են նույն թանկ գներով։ Նույնը լինելու է նաև Բեթհովենի սիմֆոնիաների ներքո հոգեպես հարստացած կովերի պարագայում։ Մենք էլի սուսուփուս գնալու ենք եւ գնելու այն զիբիլը, որը մեզ մատուցում են մսամթերք անվան տակ։ Լավ, եթե ոչինչ չի փոխվելու, ավելի լավ չէ, ասենք կես տարին մեկ մսամթերք արտադրողներով հավաքվեն, $40,000 հերթական տուգանքը վճարեն պետությանը ու էլի սոյան խառնեն սատկած գոմեշի մսի հետ, մեջը մի քիչ որթան կարմիր լցնեն գույնը տեղը բերելու համար, աղ-պղ-պեղ համը տեղը բերելու համար ու վաճառեն։ Մանավանդ որ դիմացն էլ նոր տարի է, մսամթերքը ձեռքից ձեռք փախցնելու են։
Բայց այս պատմության մեջ նաև դրական կողմը կար։ Երբ դու երշիկը պատրաստում ես սոյայից, մի քիչ միտխուն չակրաբորձի երկիրի ներքո մեծացած գոմեշի միս խառնում, որթան կարմիր աղուպղպեղ ըստ ճաշակի, դրանով դու նպաստում ես մի կողմից դեղերի շուկայի զարգացմանը, մանավանդ աղեստամուքսային համակարգի դեղերի, եւ ամենակարևորը, խնայում ես ալպյան մարգագետիններում աճող սուպերկալորիական խոտն ուտող, մաքրամաքուր օդը շնչող ու Բեթհովենի սիմֆոնիաների ներքո հոգեպես հարստացող հայրենական կովերի կյանքը։ Առողջ եղեք։